Ողջույն։ Անի կենտրոնի Ժիրայր Սարգսյան գրադարան ստուդիայում զրույցների աշխարհ իրականացնում ենք Ալիք մեդիայի հետ համատեղ։ Շնորհակալություն Հակոբ Հովակիմյան հիշատակի նախաձեռնությանը։ Այսօր զրուցելու եմ իրանագետ թարգմանիչ Տիգրան Դավուդյանի հետ։ Պարոն Դավուդյան, շատ շնորհակալ եմ, որ եկել եք մեր ստուդիա։ Ես ուզում էի իրանահայ համայնքից խոսենք։ Մի քիչ պատմությունից, դուք 89 թվականին եք տեղափոխվել Հայաստան։ Մինչ այդ քանի տարի եք ապրել Իրանում։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հեռուստադիտողներին։ Ես 35 տարեկան էի, որ Իրանից տեղափոխվեցինք Հայաստան։ Իրանի հայերի պատմությունը համաձայն մեր պատմաբանների սկսում է ավելի քան 2000 տարի առաջվանից եւ պատմաբանները փաստում են, որ դեռ հենց այն ժամանակվանից մենք Պարսկաստանում ունեցել ենք հայեր։ Հետո պետք է նկատի ունենանք Ատրպատական նահանգը, որը դա համարվում է նաև մեր պատմական Հայաստանի Պարսկահայքը, որտեղ եւս միշտ մենք հայեր ունեցել ենք։ Փայտակարան նահանգը, Սալմաստ, Խոյ, Թավրիզ եւ այլ։ Իսկ ամենամեծ համայնքը ստեղծվեց 1604-5 թվականներին Շահբասյան բռնագաղթի ժամանակ, որ ըստ մեր պատմիչների հազարավոր հայեր արդեն Արարատյան դաշտից, Նախիջևանից քշվեցին դեպի Պարսկաստան, հիմնականում Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը, որովհետև Սեֆևյանների մայրաքաղաքն էր Սպահանը։ Պատմությունը փաստում է, որ Շահբաս արքան Սպահանի հարավային մասը, որը բաժանում էր Զայանդե Ռուդ, այսինքն գետ, այդ գետը, ուրեմն գետի հարավային մասը ամբողջությամբ հատկացրեց հայերին։ Հայերը իրենց ծննդավայրի ջուղայի հիշատակին այդ ավանը կոչեցին Նոր ջուղա։ Այսինքն Իսպանիայի հարավում մենք ունեցանք առանձին ավան Նոր ջուղա անունով։ Ընթացքում էլ այդ գաղթի ճանապարհին շատ հայեր կլիման հարմար նկատելով հենց մնացին տարբեր նահանգներում։ Պարսկաստանում մարզին ասում են նահանգ։ Իսկ հետո էլ պատմությունը փաստում է, որ Նոր ջուղայից էլ տարածվեցին դեպի տարբեր նորից նահանգներ, ամենանշանավորը Փերիանը։ Փերիայից էլ դեպի Չահարմահալ, որը արդեն մոտենում էր Իրանի հարավային մասերին։ Իրանի հայերի այդ տարածվածությունը հիմնականում առաջին դարերում զբաղվել են գյուղատնտեսությամբ, մենք շատ ուրեմն լավ գյուղեր ենք ունեցել, միայն Փերիա գավառում 24 զուտ հայաբնակ գյուղ ենք ունեցել, հետո գյուղեր ենք ունեցել Բուրվարի նահանգում, Քազազ նահանգում, Քամարա նահանգում, Չահարմահալ նահանգում, այդ բոլոր շրջաններում մենք ունեցել ենք հայեր։ Հայության փաստորեն ամենամեծ շերտը, թեև նշեցիք, որ Իրանում հայեր ունեցել ենք դեռ հազարավոր տարիներ, դրանք Շահ Աբասի ժամանակ տարված հայերն են Ատրպատականի նահանգի, նաև ցեղասպանությունից հետո մենք ունեցել ենք որոշակի ներգաղթ Վանից դեպի այո, նաև հայության այդ շերտը կա։ Այո, կարևոր հարց եք մատնանշում, ցեղասպանության օրերին մի խումբ մեր եղբայր քույրերից մազապուրտ կերպով, ուրեմն Արևմտյան Հայաստանից Իրաքի ճանապարհով մտել են Իրան, ըստ մեր վկայությունների իրանցիները շատ լավ են ընդունել մեր հայրենակիցներին, որոնք հիմնականում այդ շրջանում Իրանի արևմտյան քաղաքներում, այսինքն Իրաքի հարևանությամբ քաղաքներում են այնտեղ մնացել Համադանը։ Եվ այնտեղ նշանավոր մտավորականներ էլ ունենք այդ Համադան քաղաքից, օրինակ համար մեր Լորիս Չիգնավորյանի Գերդաստանը հենց Համադանում ա եղել։ Եվ նորից մենք արևմտայերի գաղթ ունեցել ենք
այս անգամ տրապիզոնից։ Ստալինյան ուրեմն բռնությունների օրերին մի խումբ հայեր ուրեմն տրապիզոնից, Ռուսաստանից գաղթել են Իրան, նրանք հիմնականում հաստատվել են հենց Կասպից ծովի հարավային շրջաններում, հիմնականում Գորգան նահանգում, քանի որ տրապիզոնում էլ իրենք հենց թութուն էին մշակում եւ ծովափնյա շրջաններում էին, այդտեղ էլ կլիման իրենց հարմար են նկատել եւ փոխադրվել են այդտեղ։ Ես քանի որ տարիներ Ալի Կորաթերթի խմբագրության անդամ եմ եղել եւ հենց իրանահայ կյանքի պատասխանատուն եմ եղել, հաճախ այցելում էի տարբեր այդ հայաբնակ կենտրոնները եւ բախտ եմ ունեցել նաեւ Գորգան շրջանի հայկական գյուղերը գնամ եւ այնտեղ հանդիպել եմ նաեւ մեր մեծ ազգային հերոս Միսակ Թորլաքյանի ազգականներին։ Միսակ Թորլաքյանի ազգականները տեղափոխվել են այնտեղ են բնակվել։ Այո, այսինքն պատկերացրեք ես Գորգանում մի պատկառելի տարիքով հայ տեսա տրապիզոնցի, ինձ ասում էր Միսակ Թորլաքյանը լավ տղա էր։ Այսինքն տեսեք տարիքի տարբերություն եւ ինչպես էր արտահայտվում Թորլաքյանի մասին, Թորլաքյանը կարծում եմ Արգենտինայում է մահացել թե Ամերիկայում, եթե չեմ սխալվում։ Այո։ Այն ժամանակներում, երբ որ դուք ապրում էիք Իրանում, ձեր ընտանիքով, հայություն շատ մեծ կար, չէ՞, եւ մեծ հայության այսպես ասեմ, լավ շրջանը թվականակի առումով մշակութային կյանքի, կրթական կյանքի, դա 250,000 հայության մասին է խոսք գնում։ Հիմա այդ հայության թիվը խիստ նվազել է եւ առնվազն 5 անգամ պակասել է։ Այո, ճիշտ է։ Տեսեք, հայերի գաղթ Իրանից միշտ էլ տեղի ունեցել, բայց նախկին վարչակարգի ժամանակ համայնքի աճը ծածկում էր այդ գաղթը։ Այն ժամանակ գաղթում էին երևի ավելի լավ աշխատանք գտնելու համար կամ գիտության հետևելու համար, բայց իսլամական հեղափոխությունից հետո ցավոք սրտի որոշ ընտանիքներ չհարմարվեցին նոր պայմաններին։ Հիմա տարբեր պատճառներ գոյություն ուներ, գիտեք, որ կանանց համար մի քիչ պայմաններ ավելի խիստ էր։ Դա պատճառ եղավ, որ գաղթը ավելի թափ ստանա։ Հետո մենք ունենք նաև մի խումբ մեծահարուստ հայեր, որոնք քանի որ շատ նշանավոր կապալառուներ էին եղել, այսպես ասած, իբր թե արքայի հետ, թագավորի հետ ավելի մոտ կապեր էին ունեցել, ասենք օրինակի համար ենթադրենք սպիրտային խմիչքների գործարան էին ունեցել կամ ասենք կինոդահլիճներ էին ունեցել, մի բիզնեսներ, որոնք հարիր չէր իսլամական հեղափոխության, իսլամական պետության սկզբունքներին, նրանք բոլորը ճարահատյալ թողեցին եւ Իրանից գնացին։ 250,000 հայություն ունենալ եւ 5 անգամ պակասել, դա նշանակում է մենք ունենք այս պահին մշակութային, կրթական հաստատություններ, որոնք դատարկվում են։ Մենք ունենք հավանաբար նաև կալվածքներ, որոնց ճակատագիրը ով է տրոնինում, ինչ կարող ենք ասել այս մասին։ Կարևոր խնդիր է դա էլ որ մատնանշում եք։ Տեսեք, մենք պատմականորեն երկու եկեղեցական թեմ ենք ունեցել։ Մեկ Ատրպատականի թեմ, հիշում եք ով մեր Մելիքթանգյան, ինչպիսի հզոր arczepiskopos ենք ունեցել, որ ղեկավարել այդ թեմը, եւ ունեցել ենք Իրանա-Հնդկաստանի թեմ։ Եվ հետաքրքիր է, որ այդ թեմի անուն եղել է Իրանա-Հնդկաստանի, քանի որ պատմությունից մենք գիտենք, որ նոր ջուղայի գործարարները, առևտրականները մինչև Ջավա, մինչև Ինդոնեզիա, մինչև այդ հեռավոր արևելք գնացել են եւ այնտեղ նաեւ համայնքներ են ստեղծել, Հնդկաստանում Կալկատա դպրոց են ունեցել, ինչպիսի օջախներ են ունեցել։ Դրա համար թեմ են կոչվել է Իրանա-Հնդկաստանի թեմ։ Հետագային որ Թեհրան քաղաքը դարձավ մայրաքաղաք, դա Ղաջար դինաստիայի շրջանում էր Թեհրան, որ դարձավ մայրաքաղաք, աստիճանաբար Թեհրանում հայերը ավելացան, Իրանա-Հնդկաստանի թեմը տրոհվեց։
եւ ստեղծվեց նաեւ Թեհրանի թեմ։ Ուրեմն հիմա ունեցանք 3 թեմ։ Հետո նաեւ քանի որ արդեն հերավոր արևելքի հայերը պակասում էին, նաեւ մի քիչ քաղաքական հարց կար, Իրանի պետական շրջանակները ասեցին, որ թեմի անունը փոխեք, հնարավոր չի ասեք Իրան-Հնդկաստանի թեմ։ Դրա համար թեմի անունն եղավ Սպահանի թեմ, փոխվեց։ Այդպես դարձավ 3 թեմ, հիմա այդ 3 թեմերի համայնքային իշխանությունները շատ լավ կերպով կազմակերպում են այդ գոյություն ունեցող անշարժ գույքերի խնդիրները, մասամբ հենց օգտագործվում է, օրինակ համար հայոց դպրոցներ։ Մենք տարբեր քաղաքներում ունենք հայոց դպրոցներ, դա մի կալված։ Հետո մեր եկեղեցիները 2, հետո նաև մի շարք շենքեր, որ այդ շենքերը կամ վարձակալության հիմունքով օգտագործում են իրանցիները։ Մենք պարսիկ վարձակալ էլ ունենք, ես գիտեմ, պարսիկ խանութ բան է, բայց հայկական կալվածն է վարձակալ է։ Այդ եկամուտներով կառավարվում է համայնքային հաստատությունները, որտեղ դպրոցները ճիշտ է պետությունը ֆինանսավորում է, բայց պետական ֆինանսավորում չի բավարարում հատկապես հայոց լեզվի դասընթացների համար։ Այո։ Որտեղ պետությունը ֆինանսավորում է միայն պետական ծրագիրը։ Պետական ծրագիր օրինակ համարվում է շաբաթ 36 ժամ դաս, մաթեմատիկա, աշխարհագրություն, լեզու, SSN, բայց հայոց լեզուն հիմնականում հենց համայնքային իշխանություններն են ֆինանսավորում, որոնք շատ ծախսատար են եւ գոյանում է այդ անշարժ գույքերի եկամուտից։ Այսօր մենք կարող ենք ասել, որ 3 հիմնական կետերում ունենք մնացած հայություն, դա Թեհրանն է, որտեղ հայության մեծ մասն է, Սպահանն է կամ Նոր Ջուղան, ինչպես ասում են, եւ շրջակայքն է, եւ որոշ չափով նաեւ Ատրպատականն է, Թավրիզն է, Ուրմիայի շրջանն է, որտեղ շատ բավականին նվազել է։ Մյուս վայրերից ինչ տեղեկություններ ունենք, որտեղ պատմականորեն գիտենք, որ Աբադանում, Համադանում, Ահվազում, Մեշհեդում, Արաքում այս շրջաններում հայություն եղել են, այնտեղի եկեղեցիները ինչ տեղեկություններ կարող եք փոխանցել։ Այո, ուրեմն սկսենք Սպահանի թեմից։ Սպահանի թեմի շրջանները Նոր Ջուղան է, Շիրազն է, իրանական այդ պատմական Պերսեպոլիս մայրաքաղաքը բանը, եւ ինչպես մատնանշեցիք Խուզեստան նահանգի քանի քաղաքներ, բացի Աբադանը, Ահվազը, Աղաջարին, այո, այդտեղ հայերը ինչու շատացան, որովհետեւ աշխատուժի մեծ պահանջարկ կար, դրա համար մեծ մասը հայերից, հատկապես նրանք, որ լավ անգլերեն գիտեին, իջան դեպի հարավ, դեպի Խուզեստան այդ նահանգը եւ աշխատանքի անցան։ Իրանի իսլամական պետությունը շատ լավ կերպով պահպանում է մեր այդ բոլոր եկեղեցիները։ Մենք Աբադանում եկեղեցի ունենք, Ահվազում եկեղեցի ունենք, Բուշեհրում եկեղեցի ունենք։ Եվ դրանք բոլորը պետության կողմից պահպանվում են, գույքը պատկանում է թեմին։ Եվ բացի այդ որոշ տեղերում դպրոցի շենքեր ունենք, բայց քանի որ այլևս աշակերտ չունենք, թեմական խորհուրդը, համայնքային մարմինը կամ շենքը վարձով է տվել Իրանի կրթության նախարարության կամ ուրիշ հիմնարկների կամ էլ վաճառել է։ Լինում է նաև անշարժ գույքի վաճառք, որը խիստ օրենքով կանոնակարգված է, պետք է թեմի պատգամական ժողովը քվեարկի, որ այսինչ անշարժ գույքը վաճառենք եւ բյուջեից օգտվենք, օրինակի համար հիմա ես հիշում եմ, քանի որ ինքս Նոր Ջուղայում եմ համալսարան գնացել, Իսպահանը շատ մեծանում էր, համարյա երկրի երրորդ քաղաքն էր, այնտեղ մի ավան ստեղծվեց, Շահին շահր։ Այդ Շահին շահրում բնակարանները ավելի մատչելի գին ունեին։ Մի մաս հայերից տեղափոխվեցին այնտեղ, հատկապես Իրան-Իրաք պատերազմի ժամանակ, որ Աբադան խիստ ռմբակոծվում էր, մի խումբ հայեր տեղափոխվեցին Շահինշահր, բայց Շահինշահր ոչ դպրոց կար, ոչ եկեղեցի կար, ոչինչ չկար։ Թեմական խորհուրդը ուրիշ տեղից վերցնելով բերեց այդտեղ դպրոց սարքեց, այդտեղ եկեղեցի սարքեց։ Հարավի թեմերից ունենք նաև գյուղաբնակ շրջաններ, ինչպես գիտեք, Փերյան էլ հարավի թեմերից էր, անցյալում շատ հզոր էր, հատկապես Բոլորան գյուղը, Խոյգան գյուղը, դրանք ամենամեծ եւ հզոր գյուղերն էին,
Հիմա այնտեղ սեզոնային կերպով հայերը գնում են եւ գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Գանք Թեհրանի թեմը։ Թեհրանի թեմը բաղկացած է Թեհրան քաղաքից, Ղազվին քաղաքից, Ռաշտ քաղաքից, Էնզելի, այսինքն Կասպի հարավի բոլոր քաղաքները եւ Արաք քաղաքը։ Դրանք էլ շատ նշանավոր շրջաններ են եղել Իրանի պատմության ընթացքում եւ այնտեղ մենք ունեցել ենք հայկական համայնքներ, բայց հիմա շատ քիչ են։ Ղազվինը արդյունաբերական մեծ քաղաք էր եւ Թեհրանից էլ շատ հեռու չէր։ Այնտեղ նաեւ մենք եկեղեցի ունենք, Արաքում եկեղեցի ունենք, Կասպի ծովի հարավի շրջանում քանի հատ եկեղեցի ունենք, դպրոց ունենք եւ դրանք բոլորը ղեկավարվում է Թեհրանի թեմի կողմից։ Ատրպատականի թեմը, ասացիք, հիմնականում Թավրիզն է, Ուրմիան է։ Ես որ Իրանում էի, այնտեղ մի քանի հատ էլ գյուղեր ունեինք, որ հայեր կային, հիմնականում Ուրմիայի հարևանությամբ գտնվող Գյարդավատ գյուղն էր, որը շատ հարուստ գյուղ էր, լրիվ զբաղված էին խնձորի մշակումով։ Ես գիտեմ, որ հիմա էլ այնտեղ հայեր կան։ Վարոն Դավուդյան, իրանահայերը կարող ենք ասել միակ սփյուռքի, թեև մի քիչ դժվարանում եմ սփյուռք ասել իրանահայությանը, որտեղ Հայաստանի շատ մոտ է այդ իմաստով, բայց այն սփյուռքն էր, որը հենց անկախության շրջանից սկսեց տեղափոխվել եւ հաստատվել Հայաստանում։ Անկախության առաջին օրերից մենք Երևանում լսում էինք իրանահայ յուրահատուկ բարբառը։ Ձեր կարծիքով ի՞նչն էր պատճառը, որ իրանահայերը առանց կոչերի, առանց ինչ-որ հորդորների որոշեցին տեղափոխվել Հայաստան։ Լեզուն, որ արևելահայերեն էր, մոտկությունը, ինչն էր հիմնական պատճառը։ Նախ այդ 400 տարվա կարոտն էր, կապվածությունը դեռ կար։ Մենք որ ասենք ուսանող էինք դեռ սրանից 45 տարի առաջ եւ շաբաթավերջին այցելում էինք Փերիա գավառի մեր գյուղերը, մեկ-երկու օրով այնտեղ ուսանողներով դպրոցում գիշերում էինք, այնտեղ հայերը երեկոյան հիմնականում Հայաստանի ռադիոն էին լսում, հայրենիքի ձայն, եթե չգիտեմ դուք ուսումնասիրել եք կամ լսել եք։ Եվ անընդհատ ես հիշում եմ, որ Երևանից ասում էին այժմ այս երգը եթեր ենք տալիս բոլորան գյուղի մեր հայրենակիցներ սրանց պատվերով, հետո նամակներ, մենք շատ ենք կարոտել հայրենիքին, մենք երբ առիթ լինի ես մենք տեղափոխվենք եւ այլն, կապվածություն այո շատ է եղել։ Իրանահայերը մեծ հայրենադարձության ժամանակ 1946 թվականին զանգվածային կերպով տեղափոխվել են Հայաստան, հետո 1964-65 թվականներից էլ սկսած էլի, որտեվ դեռ Իրանի տնտեսական կյանքը այդքան չէր բարգավաճել, այդ շրջանում էլ մինչև 1974-75 նորից մենք հայրենադարձություն ունեցել ենք, դրանից հետո որ արքան արդեն շատ հզորացավ, հետո նավթը իրանական թանկացավ, երկրի տնտեսական վիճակը լավացավ, մի քիչ կանգ առավ հայրենադարձությունը։ Նոր թափ ստացավ արդեն Խորհրդային միության փլուզումից հետո, որ դարձյալ, ինչպես դուք ասում եք, մեծ թվով ընտանիքներ, այդ շարքում նաև մենք տեղափոխվեցինք Հայաստան։ Եվ վերջին մեկ հարց եւս, ինձ հանդիպած միակ սփյուռքահայ օջախը իրանահայերն են, որոնք բոլորը խոսում են հայերեն։ Ես չգիտեմ մի Իրանում ապրած հայ, որը հայերեն չիմանա։ Ուրիշ տեղերում այդպես չէ, շատ շուտ են զուլվում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, երկրորդ, երրորդ սերունդը։ Ինչն էր հիմնական գրավականը, որ հայերը հայախոս մնացին Իրանում։ Հիմնականում դաստիարակությունն էր, տեսեք, օրինակի համար նախ հայերը նախընտրում էին այնպիսի համայնքներում, այնպիսի քաղաքներում բնակվեն, որտեղ լինի հայոց եկեղեցի, լինի հայոց դպրոց։ Եվ ասենք հիմա երիտասարդ զույգ, նոր համալսարան ավարտած ինժեներ, իրեն լավ գործ էին առաջարկում, ենթադրենք հեռավոր քաղաքում։ Իրենք մտածում էին արդյոք այդ հեռավոր քաղաքում հայկական եկեղեցի կա, դպրոց կա, գնան այնտեղ թե չէ, գնան երեխեք ոնց պիտի անեն, ինչ պիտի անեն։ Օրինակ հեռավոր Մաշհադում, Թուրքմենիայի, Աֆղանստանի սահմանային քաղաքում մենք նորից համայնք ենք ունեցել, 60 ընտանիք են եղել, 60 ընտանիք։
բայց եկեղեցի են ունեցել։ Եվ կիրակնորյա երեկոյան հայոց լեզվի դասընթացներ են դրել։ Այո, հիմնականում այդ ա եղել պատճառը, որ անպայման ընտանիքներում հայերեն են խոսել։ Շնորհակալ եմ այս հնարավորության Ես համար։ մի բան էլ ուզում էի ասեի, որ Իրանում մենք ունեցել ենք նաև հայեր Ռուսաստանից եկած եւ այսպես ասենք խորհրդային Հայաստանից հետո գիտեք նորից հայեր եկան Իրան եւ Իրանի մտավորականները, Իրանի արվեստի գործիչները շատ լավ հիշում են, որ ենթադրենք Իրանի կինոյի հիմնադիրները բոլոր Ռուսաստանի հայեր են եղել եւ մի շարք արդյունաբերական կենտրոններ բոլորը Ռուսաստանից եկած հայերն են ստեղծել եւ Զանգեզուրյան դեպքերից հետո էլ Գարեգին 21 թվականին այո Գարեգին Նժդեի այդ Սյունյաց աշխարհի դեպքերից հետո էլի մենք հայեր ենք ունեցել, որ տեղափոխվել են Իրան։ Շնորհակալություն այս հնարավորության համար, զրուցում էի իրանագետ թարգմանիչ Տիգրան Դավուդյանի հետ, իսկ դուք հավանեք այս տեսանյութը, տարածեք, մեկնաբանություններ թողեք, որպեսզի շատ ավելի մարդու հասանելի լինի մեր այս զրույցը։